Նախորդ երկու վիդեոներում ընդհանուր գրանցման պրոցեսներ, հիմա շարունակում ենք ցույց տամ, թե ինչ կրիտերիաներով ենք գործ փնտրում, ինչին ենք ուշադրություն դարձնում։ Նախ հիշենք, որ ձախ մասում գլխավոր էջի տարբեր գործեր կլինեն ըստ թարմության։ Upwork-ը սկզբնական շրջանում փորձելու է խառը գործեր ձեզ ցույց տա եւ ձեր խնդիրն է ամենասկզբից ֆիլտրել այդ գործերը, որպեսզի այն գործերը, որոնք ձեզ չեն վերաբերում, ձեր որակները այդպիսին չեն, կամ բյուջեն փոքր է եւ այլն, ֆիլտրեք ու հանեք։ Օրինակ, ես 2D անիմացիայով չեմ զբաղվում, դրա համար dislike եմ դնում եւ ասում եմ օրինակ doesn't match skills, այսինքն ես չունեմ նմանատիպ որակներ, որ կարողանամ անիմացիաներ անեմ։ Մի շաբաթ շարունակ, եթե դուք այս process-ով անցնեք, Upwork-ը քիչ-քիչ կհասկանա, թե ինչ կարգի գործեր եք դուք փնտրում ստեղ։ Ենթադրենք փնտրենք լոգո։ Ամեն օր հազարավոր գործեր լինելու են, ցանկացած keyword-եր գրելով, մի քանի հազար կարող է հասնի դրանց քանակը։ Այս պահին էլ նայում եմ 4300 հատ մոտավոր գործ կա։ Եվ մեր խնդիրը ստեղ ֆիլտրելն է գործերը։ Առաջի հերթին մենք ֆիլտրում ենք վերևից ներքև ձախ պատուհանում։ Պատվիրատուն, երբ որ գործի հայտարարություն դնում Upwork-ում, այնտեղ ինքը հնարավորություն ունի ընտրելու, թե իրեն ինչ որակավորման մասնագետ է անհրաժեշտ, ինչ կարգի գիտելիքներով, սկսնակ, միջին եւ էքսպերտ։ Բայց քանի որ պատվիրատուն միշտ չի որ գիտի, թե ինչ ասել է էքսպերտ եւ որ task-ն է էքսպերտին համապատասխան, որը սկսնակին, շատ խառն են նշում։ Դրա համար այստեղ ոչինչ մենք չենք նշում, որպեսզի բոլոր տիպի գործերն էլ տեսնենք։ Փոխարենը ժամավճարի minimum rate-ը նշում ենք։ Օրինակ $15, որպեսզի ավելի ցածր ժամավճարով գործեր չտեսնենք։ Fixed price գործերի համար դուք կարող եք արդեն ֆիլտրել, բայց երևի թե ամենալավ տարբերակը գրել մինիմալ բյուջեի քանակ, որ դրանից բարձր գործերը ցույց տրվի։ Մենք չենք ուզում տեսնենք այն գործերի հայտարարությունները, որտեղ արդեն չափազանց շատ դիմորդներ կան։ Ցանկալի է լինեն մինչև 15 դիմորդ, որովհետև երբ որ շատ է լինում դիմորդների քանակը, ուղղակի մեր դիմումը այնտեղ այդ քանակի մեջ, այդ բազմության մեջ կկորչի։ Պատվիրատուները, երբ որ գրանցվում են Upwork-ում, սկզբնական շրջանում նրանց վճարային մեթոդները եւ այլն վերիֆիկացված չեն։ Դա իրենց չի արգելում գործի հայտարարություն դնել, բայց չվերիֆիկացված լինելով իրենք չեն կարող գործը հանձնել ինչ-որ մեկին, hire չեն կարող անել։ Եվ շատ է լինում, որ ուղղակի մարդիկ հետո ուղղակի կորչում են ստեղից։ Դրա համար մենք չենք դիմում unverified կլիենտներին, նայեք, ստեղ unverified է։ Փոխարենը մեզ պետք են միայն payment verified պատվիրատուները։ Դրա համար միացնում եմ սա։ Այդ թե ինչպիսին է պատվիրատուի պատմությունը, դա մեծ հաշվով արդեն դեր չի խաղում, ինչպես որ հիմնական սկզբնական շրջանում դեր չի խաղում նաև կլիենտի լոկացիան։ Եվ այս կրիտերիաներով արդեն մենք փնտրում ենք աշխատանք։ Ինչ երկրներից արժի խուսափել, եթե տեսնում եք, որ գործը տալիս են Հնդկաստան, օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունները 50-50 է, Հնդկաստանի պատվերները, Իսրայելի պատվերները, որ ամենավատն են լինում, կամ պատվիրատուները ամենավատն են մնացածների հետ համեմատած, ռուսների հետ է դժվար աշխատել եւ բրիտանացիների հետ է շատ դժվար աշխատել։ Միշտ նայեք, նայում ենք պատվիրատուի պատմությունը, եթե հնարավորություն ունենք։ Տեսեք, այս դեպքում դրված է Mascot Graphic Design for AI Cybersecurity Platform եւ այլն։ Payment verified client-ը 5 աստղ, 4.99 եւ $4000-ից ավել ծախսել է մարդը, կանադայից է։ Եվ այս պրոյեկտը հենց $400 է։ Մոտավորապես 250-300 սիմվոլով մենք տեսնում ենք նախնական նկարագրություն, եթե մեզ սա հետաքրքրեց, արդեն մտնում ենք ավելի մանրամասն նայելու։
վերևում տեսնում ենք երբ հա գործի հայտարարությունը տրվել եւ ներքևում տեսնում ենք քանի դիմորդ կա։ Եթե պատվիրատուին անհրաժեշտ է մեկից ավելի ֆրիլանսերներ, դրա մասին առանձին նշվում է։ Տեսեք, այս դեպքում այս մարդուն 3505 ֆրիլանսեր անհրաժեշտ։ Երբ որ մենք գործին դիմում ենք, պատվիրատուն մեր դիմումները տեսնում է խառահերթականությամբ եւ մյուս դիմումատուների հետ միաժամանակ։ Պատվիրատուի մոտ երևում է հետևյալ կերպ։ Հիմա պատկերացրեք, որ արդեն 20-30 հոգի դիմել են այս գործին եւ դուք դրանցից մեկն եք կամ նոր եք դիմում։ Պարզ է, որ պատվիրատուն այդքան ժամանակ չունի 20-30 պորտֆոլիոներ ուսումնասիրելու համար, դրա համար մենք փորձում ենք, որ հնարավորինս արագ դիմենք եւ ամենաթարմ գործերին դիմենք։ Ենթադրենք ինչ որ մի բան սկսում է արդեն պատվիրատուն լուրջ ուսումնասիրել, ինչին է նայում, բնականաբար առաջի հերթին նկարին։ Եթե պրոֆիլը նոր ապվորքի, դրա մասին տեղեկացվում է պատվիրատուն։ Նկարը պետք է լինի բարձր որակի, բայց ցանկալի է, որ այսպիսի կտրվածքներ չլինեն։ Նկարում լինեք դուք, նայեք էկրանից դուրս, ֆոնում խառը իրեր, խառը պատկերներ եւ որ ամենակարևորն է ուրիշ մարդիկ չլինեն, ու այդքան բան հիմնականում։ Եվ մնացած տվյալները ձեր արդեն երևում են պատվիրատուի համար։ Պատվիրատուն տեսնում է մեր դիմումի սկզբի մոտ 245-ից 250 սիմվոլը։ Սա նշանակում է, որ մենք այս 4 տողի մեջ պետք է հնարավորինս խոսենք գործից, ոչ թե պատմենք, թե ինչքան լավն ենք մենք եւ ինչի պետք է գործը մեզ տա, այլ իր գործի մասին խոսենք։ Տեսեք, օրինակ համեմատենք։ Ասում է, ես հասկանում եմ ինչքան կարևոր է դեղագործական ընկերության brand identity-ն եւ այլն, բան որ վստահելի լինի, տեսեք ինքը խոսում է արդեն իմ գործից։ Ես միգուցե ավելի մանրամասն փորձեմ դիտարկել այս մարդուն եւ այս հատվածում cover letter-ի մեջ ցանկալի կլիներ, որ ինքը կցած լիներ իր պորտֆոլիոն, բայց այս մարդը իր պորտֆոլիոն չի կցել Behance-ի, փոխարենը դրել է նկարներ։ Երբ որ նկարներ է դրվում, ես հնարավոր է լինելով պատվիրատու բացեմ տարբեր մարդկանց ուղարկած նկարներ, բայց հետո մոռանամ այս որ մեկինն էր։ Եթե բացել եմ Իվանիններ, չգիտեմ, Անդիիններ, թե ուրիշիններ, Գաբրիելայիններ։ Դրա համար ամենաճիշտ տարբերակը ուղղակի կցել Behance portfolio։ Եվ ըստ սրա արդեն պատվիրատուն մեզ կամ գործ կտա, կամ կսկսի նամակագրություն եւ այլն։ Հաջորդ մասին ցույց կտամ, թե ինչպես է պատվիրատուն գործի հայտարարություն տեղադրում։